Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն օգոստոսի 15-ն է, օրը շաբաթ է, մի քանի կարևոր հարց ունենք քննարկելու, հիմնական թեման Ուկրաինան է, բայց Հայաստանին վերաբերող հարցը նույնպես վերաբերվում է Ուկրաինային, քանի որ Վահան Կոստանյանը գտնվում է Ուկրաինայում, Հայաստանի փոխարտգործնախարարը եւ մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Ուկրաինայում։ Հետաքրքիր տեղեկություններ ունենք նաեւ այսօրվա հարվածների վերաբերյալ ուկրաինական կողմի Սամարային, թե ինչ են խոսենք այդ մասին, դրանից բացի կխոսենք եւ կհասկանանք, թե ինչ առաջխաղացում է ունեցել Ուկրաինան եւ ինչ առաջխաղացման մասին է խոսում Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, մենք պետք է այս հարցը փորձենք մանրամասն քննարկել եւ նաեւ պետք է հասկանանք, թե հիմա ինչ նպատակ է դրել Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ այսօր բավականին կարևոր տեղեկություններ ստացանք Ռուսաստանի նոր ծրագրերի մասին եւ վերջում էլ կանդրադառնանք, թե ինչ է տեղի ունենում։ Իրանի շուրջ տեղեկություններ ունենք Լիբանանից, Իսրայելը հարվածներ է հասցրել Հուտիներից, մի խոսքով քննարկելու բազմաթիվ հարցեր ունենք, բայց չեմ կարծում, որ շատ երկար հաղորդում ստացվի, դրա համար անպայման լայքեք սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք, մեկնաբանեք, պես նաև եթե հնարավոր է, կարող եք տարածել մեր այսօրվա հաղորդումը։ Սկսենք նրանից, որ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը գտնվում է Կիևում։ Այս մասին տեղեկությունը տարածվեց 3 ուշ երեկոյան, եւ այսօր արդեն տեղեկանում ենք, որ Վահան Կոստանյանը շատ կարևոր հանդիպում է հաստատի ունեցել Ուկրաինայի փոխարտգործնախարարի հետ, Ալեքսանդր Միշենկոյի հետ, եւ կողմերը քննարկել են նախ երկկողմ հարաբերությունները, որ հիմա քաղաքական երկխոսությունը ակտիվանում է Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ, եւ մենք էլ ենք դա նկատել, ձեզ հետ միասին արձանագրել ենք այդ բազմաթիվ հեռախոսազրույցները Փաշինյանի, Զելենսկիի, Ռուբինյանի, իր գործընկերոջ Արարատ Միրզոյանի եւ Ուկրաինայի արտգործնախարարի Սիբիգայի մի խոսքով շատ լուրջ ակտիվություն է նկատվում հայ-ուկրաինական հարաբերությունների մեջ եւ հիմա երբ որ Վահան Կոստանյանը գտնվում է Ուկրաինայում, ավելի հետաքրքիր հաղորդագրություն ենք մենք ստանում, ճիշտ է, շատ երկար չէ, բայց այստեղից հստակ հասկանում ենք, որ ակտիվանում են հայ-ուկրաինական հարաբերությունները, քաղաքական երկխոսություն է ընթանում, դրանից բացի տնտեսական կապերն են ակտիվացվում ու միջազգային հարթակներում համագործակցությունը նույնպես ակտիվանում է Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Դեմ թե որքան կարեւոր է փաղագծերը բանալ, այ միջազգային հարթակներում համագործակցության ակտիվացումը դա նշանակում է այն, որ կարող է Հայաստանը սկսի շատ նուրբ ձևով արդեն սկսել աջակցել Ուկրաինային նաեւ քաղաքականապես կարեւոր փոփոխություն է, կարեւոր տենդենց է նկատվում այս հաղորդագրության մեջ։ Դա հետաքրքիր տենդենց է։ Ինչ վերաբերվում է տնտեսական կապերին, ապա մենք գիտենք, երբ որ Ռուսաստանը էմբարգո մտցրեց հայկական ապրանքների նկատմամբ, Ուկրաինան այն երկրներից էր, ով որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին եւ հայկական որոշ ապրանքներ հայտնվեցին Ուկրաինայում։ Ուկրաինան բավականին մեծ շուկա է եւ պատահական չէ, որ Հայաստանը ակտիվացնում է Ուկրաինայի հետ նաեւ տնտեսական հարաբերություններ։ Խոսքը միայն հայկական ապրանքները ուղարկելու Ուկրաինա չէ, այլ նաեւ Ուկրաինայից կարծում եմ ապագայում ծորեն ստանալու եւ այլ ապրանքներ ստանալու մասն է։ Միջազգային Վրաստանում շատ կան ուկրաինական ապրանքներ, բավականին էլ որակով են, որակյալ ապրանքներ ունի Ուկրաինան։ Կարևոր է, որ հանդիպման ընթացքում հստակ արձանագրվել է, որ վերջին շրջանում առևտրատնտեսական հարաբերությունները բավականին ակտիվացվել են եւ ապրանքաշրջանառության աճ է գրանցվել։ Հումանիտար հարցեր են քննարկել, ռեգիոնալ խնդիրները, դրանից բացի կողմերը քննարկել են նաեւ տևական եւ կայուն խաղաղության հարցը, այստեղ չի նշվում կոնկրետ որտեղ Ուկրաինայում թե Հայաստանում, բայց այս ձևով այդ հայտարարությունից մենք հասկանում ենք, որ ինչպես եւ Փաշինյան-Զելենսկի հեռախոսազրույցի ժամանակ այդպիսի հաղորդագրության վերջում այդպիսի տող ենք մենք տեսնում, բնականաբար դա վերաբերվում է թե Ուկրաինային եւ թե Հայաստանին։ Ինչ առաջ նաեւ տեղեկացանք, որ
փոխարտգործնախարարը հանդիպել է նաև ուկրաինական խորհրդարանականների հետ, հատկապես Ուկրաինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների ներկայացուցիչի հետ։ Եվ սա եւս չափազանց կարևոր հանդիպում է, կարծում եմ դերևս հանդիպումներ շարունակվում են եւ մենք նոր տեղեկություններ կարող է եւ ստանանք փոխարտգործնախարարի հանդիպումներից եւ նաեւ կարեւոր է այստեղ նշել մեկ բան, որ անպայման չէ, որ բոլոր իր հանդիպումներից եւ քննարկումներից մենք տեղեկություն ստանանք։ Այսօր հերթական հայտարարությունն է հնչել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովի կողմից, երևի Թալատ Փաշայի բարեկամն է Թալատբեկը, եւ նա ասում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի համար շատ կարևոր երկիր է։ ՀԱՊԿ-ի անդամ երկրները համարում են Հայաստանին դաշնակից, հենց սկզբից Հայաստանը եղել է ակտիվ եւ ներդաշնակ անդամ պետություն, արժանի ներդրում է ունեցել կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, թե ինչ կոլեկտիվ ներուժում ՀԱՊԿ-ը ունենք ինչ իրավիճակում է Ռուսաստանը, թե ինչպես են ՀԱՊԿ-ի դաշնակիցները օգնում Ռուսաստանին կամ ինչպես օգնեցին Հայաստանին, դատարկ հայտարարություններ, բայց ուղղակի կարծում եմ կարևոր է տեղեկացված լինել, որ այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թալատ Փաշայի բարեկամ Թալատբեկ Մասադիկովը։ Օրվա կարևոր թեմաներից մեկը Ուկրաինայի զինված ուժերը ֆլամինգո հրթիռներով, ոչ միայն անօդաչու սարքերով, այլ հրթիռներով 900 կիլոմետր հեռավորության վրա խոցել են Սամարայի Պրոգրես հրթիռային տիեզերական կենտրոնը։ Ֆլամինգո հրթիռների հետ միասին ուկրաինացիները կիրառել են նաև անօդաչու թռչող սարքեր, չափազանց կարևոր եւ լուրջ ցավոտ հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնությանը։ Հրթիռները այս ֆլամինգո հրթիռները առաջին անգամ չէ, որ Ուկրաինան կիրառում է, բազմիցս հայտարարվել է դրանց մասին, բնականաբար դրանց արտադրությունը բավականին դժվար է եւ շատ արագ չի կարող Ուկրաինան անընդհատ արտադրել ֆլամինգո հրթիռները, բայց արտադրում են եւ այսպիսի շատ հետաքրքիր կետային եւ ցավոտ հարվածներ են հասցնում Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ փաստացի այսօրվա հրթիռային հարվածների արդյունքում խոցել են հրթիռային տիեզերական կենտրոն Համարայում։ Դրանից բացի հարվածներ են հասցվել նաև Սլավասլեյկա ռազմական օդանավակայանի ուղղությամբ։ Այստեղ կարևոր է նշել, որ Ուկրաինան շատ է վերջերս զորացել եւ մենք բոլորս ենք դա տեսնում։ Ահռելի ցավոտ հարվածներ է հասցնում Ռուսաստանի Դաշնության, ինչպես արդեն 2 օր է նշում եմ, կրկին հերթերը սկսել են գոյանալ Ռուսաստանի տարբեր շրջաններում եւ քաղաքներում բենզինի հետ կապված, կրկին բենզինի ճգնաժամը մտնում է Ռուսաստանի Դաշնություն, բայց Ռուսաստանի Դաշնությունը նույնպես շատ ցավալի հարվածներ է սկսել հասցնել Ուկրաինային, այսինքն Ռուսաստանի բալիստիկան եւս շատ է ակտիվացել, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ իրենք սկսել են ավելի արագ ռեժիմով բալիստիկ հրթիռներ արտադրել, իսկ Ուկրաինան զրկվել է Patriot համակարգերից, շատ քիչ է մատակարարվում այս պայմանությամբ Patriot համակարգերը շատ քիչ են մատակարարվում եւ այդ հարցը մնում է բաց, ինչքան էլ Ուկրաինան բարձրաձայնում է, անընդհատ խոսում է այդ մասին։ Դա ամենացավոտ տեղն է Ուկրաինայի եւ ռուսները բաց խոստանում են, որ շատ դաժան զմեր ունենալու Ուկրաինան եւ այսօր էլ Ռուսաստանի Դաշնությունը օդային հարձակման է ենթարկել 150 անօդաչու թռչող սարքերով Օդեսայի մարզի ենթակառուցվածքների վրա եղի հիմնական հարվածը եւ հարվածներ են այս պայդրությամբ գրանցվել 11 վայրերում։ Կարևոր է, որ այս օրերին կրկին ակտիվանում է նաև դիվանագիտությունը, եվրոպական երկրները քննարկում են հնարավոր նոր ուղիները խաղաղ կարգավորման բանակցությունների մասով, բայց սրանք ընդհանրապես քննարկումներ են, ոչ մի լուրջ փոփոխություն այստեղ չկա։ Հետաքրքիր նաև հաղորդագրություն ենք ստացել այն մասին, որ Ռուսաստանի տրանսպորտային նախարարությունը առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժի մոնիթորինգի տրամադրման տվյալները, այսինքն պահանջել է բոլոր տեղերից հստակ մոնիթորինգ, թե ուր են շարժվում Ռուսաստանի քաղաքացիները տարբեր շրջաններով, թե հեռու են մեկնում մեկ շրջանից մյուս շրջան, եւ դրանից բացի հստակ հանձնարարություն կա, որ տրանսպորտային նախարարությունը փաստացի պարտավորեցրել է փոխադրողներին եւ փոխադրող ընկերություններին, ինչպես նաեւ ամրագրման ծառայություններին, որպեսզի իրենք հստակ տեղեկություն ունենան քաղաքացիների
տեղաշարժի վերաբերյալ, եւ սա եւս վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի։ Այսօր նաեւ հայտարարություն եղավ, որ սեպտեմբերին շատ կարևոր հայտարարությամբ է հանդես գալու Վլադիմիր Պուտինը։ Ինչ վերաբերվում է ռազմաճակատին, քիչ առաջ ասացի, որ Ուկրաինան ունեցել է կարևոր առաջխաղացում, այս մասին նաեւ երեք ենք խոսել, մոտ 700,000 քառակուսի կիլոմետր կարողացել է ազատագրել, ռուսների հաջողությունները այլ ուղղությամբ են։ Եվ ռուսները այս տարվա ընթացքում մոտ 600 քառակուսի կիլոմետր են կարողացել առաջխաղացում ունենալ, ուկրաինացիները հիմնականում մեկ ուղղությամբ են ունեցել կայուն եւ գալի առաջընթաց, իսկ Ռուսաստանի Դաշնությունը հիմա այսօր նաեւ տեղեկություն կար, որ կենտրոնանում է այն ուղղությամբ, որպեսզի ճանապարհ հարթի դեպի Մոլդովա։ Այսինքն կա վտանգ, որ Ռուսաստանը ապագայում փորձի նաեւ գրավել Մոլդովան։ Շատ է այդ մասին խոսվում եւ ես չէի բացառի դա, քանի որ Զելենսկին 2 օր առաջ նաեւ հայտարարեց այն մասին, որ հնարավոր է այլ երկրներ հայտնվեն Ռուսաստանի թիրախում նույնպես։ Ահա այսպիսի մեծ ահռելի փոփոխություններ է արձանագրել ռազմաճակատը եւ ոչ միայն ռազմաճակատը, այլ ընդհանուր առմամբ նաեւ պատերազմը, ինչպես արդեն նշեցի, Ուկրաինայի հիմնական խոցելի տեղը մնում են հրթիռները, Ռուսաստանի խոցելի տեղերից է դարձել իրենց օդուժը, այլևս պաշտպանված չէ որևիցե շրջան, որտեղ որ հասնում են ուկրաինական դրոնները, նաեւ տեսնում ենք շատ կետային եւ ցավոտ հարվածներ ուկրաինական հրթիռների եւ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում փաստացի հակել իր օդը, բայց նաեւ անպաշտպան է Ուկրաինայի օդը, դրան եւս ականատես ենք լինում եւ նաեւ տեղեկությունները հստակ են այն մասին, որ Ռուսաստանը խնդիր է արդեն ունենում նաեւ մարդուժի հետ։ Ռուսաստանի ուժերը չեն բավարարում, որ մսային գրոհները որ արդյունքներ տան, այսինքն մսային գրոհների պակաս է արդեն կամաց զգացվում Ռուսաստանի մոտ, այսինքն Ուկրաինան այնքան է հզորացել, որ դրոների միջոցով կարողանում է օրական մոտ 1000 զինվորական ոչնչացնել։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք, թե ինչ է կատարվում Իրանի շուրջ, Թրամփի հայտարարությունները շատ դաժան են հնչում, իրականում ասում է, որ շուտով Միացյալ Նահանգները կհայտարարեն Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգների տարած դրանի պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործ նախարարությունը, ասելով, որ դա իրենց տարածքն է, իրանք են վերահսկում Հորմուզի նեղուցը եւ Դոնալդ Թրամփը իր թվիթերով, գրառումներով, հայտարարություններով չի կարող փոխել այդ իրականությունը։ Պուտինները շատ կարևոր նավահանգստի ուղղությամբ են կարողացել գրոհել Մոխա նավահանգստի ուղղությամբ Սաուդյան Արաբիայում, այսինքն այնտեղ էլ հանգիստ չէ անընդհատ Սաուդյան Արաբիայի եւ Եմենի միջև ռազմական գործողություններ են, հիմնականում օդային հարվածներ են։ Այսօր անհանգիստներ նաեւ Լիբանանում, այլ հարվածներ է հասցրել Լիբանանին, այնտեղ էլ ահա որ իրավիճակ է ստեղծվել։ Ի վերջում կարծում եմ կարևոր է անդրադառնալ Էրդողանի այսօրվա հայտարարությանը Եվրամիության մասով եւ Էրդողանը խոսել է Եվրամիությունից, որ Եվրամիությունը չի պատրաստվում ընդունել Թուրքիային իր միության մեջ եւ դրա համար Թուրքիայի համար առաջնահերթություն չի դարձել, այսինքն այս պահի դրությամբ արդեն առաջնահերթություն չի անդամակցելը Եվրամիությանը եւ ըստ Էրդողանի հենց Եվրոպան է կրում տնտեսական կորուստներ այն բանից, որ Թուրքիան չի անդամակցում Եվրամիությանը։ Այսպիսի հարցազրույց է տվել Al Jazeera-ին, ասելով, որ Թուրքիան 6-րդ տնտեսությունն է Եվրոպայում։ Ահա այսքանը, այս պահի դրությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։